Սովետական միությունում ամեն ինչ վերահսկվում էր։ Մի մասը KGB-ի կողմից, մի մասը միլիցիայի, կային նաև այլ հաստատություններ, որոնք վերահսկում էին հասարակությանը։ Վերահսկվում էր նաև սպորտը։ Կար մի այսպիսի ֆուտբոլային մեկնաբան՝ Կոտե Մախարաձե, եթե չեմ սխալվում, մասնագիտությամբ դերասան էր, երբ Երևանի Արարատը 1970 թվականների սկզբին UEFA-ի գավաթի համար խաղում էր Գերմանիայում, խաղը վարում էր Սովետական Միության համար Կոտե Մախարաձեն և պատմում էր այսպիսի մի բան. ասում է իմ մոտ սեղանին խաղը վարելու ժամանակ Գերմանիայում էի, սեղանին դրված էր հեռախոս, որը կապի մեջ էր KGB-ի հետ։ Խաղի մի հատվածում պատմում է, որ այսպիսի բան է ասել. այսօր հայ ֆուտբոլիստները բավականին լավ են պատրաստված, ասում է քիչ անց զանգ եկավ KGB-ից և ինձ զգուշացրեցին, որ նրանք հայ ֆուտբոլիստներ չեն, նրանք սովետական ֆուտբոլիստներ են։ Ահա այսպես վերահսկվում էր ամեն մի բառ։